խոսելու ենք Հովսես Խորենացու հայոց պատմություն 10։ Խոսելու ենք հայ վիպերկության մասին։ Օգտվելու ենք աշխարհացույց հաղթակից։ Ես առանձնացրել եմ աշխարհացույց հաղթակում կրճուն թղթիկներով առանձնացրել եմ նպատակներն ու վերջնարդյունքները։ Դուք այսօր դասի ընթացքում ինչ նպատակ եւ ինչ վերջնարդյունք եք ունենալու։ Հիմա խնդրում եմ, որ ընթերցենք, թե ինչ նպատակ եք ունենալու։ Սկսեցինք, Զարզան, կարդում ես նպատակները։ Դասի նպատակն է ամփոփել Հովսես Խորենացու վիպերկական հատվածների բովանդակությունը, զարգացնել աշակերտների վերլուծական, համեմատական եւ ստեղծագործական մտածողությունը, կարևորել ազգային միասնականության գաղափարը։ Լավ։ Հիմա խոսելու ենք վերջնարդյունքների մասին։ Խոսում է Ալբերը։ Վերջում մենք պետք է ներկայացնենք Խորենացու վիպերկությունների հիմնական թեմաները եւ բնութագրենք հերոսներին։ Լավ, ապրես։ Հիմա տեսնենք, մուտքի քարտը սկսում ենք պատասխանել մուտքի քարտի հարցերին։ Առաջին հարցը. ինչ է վիպերկություն։ Տեսնենք ով գիտի, ինչ է վիպերկություն։ Աննա։ Վիպերկը բանավսական կամ քրական չափածո ստեղծագործությունը, որը պատմական եղանակով երկի ձևով ներկայացվում է հայկական, արտասպելական կամ պատմական իրադարձություններ ու անձանց։ Այն ունի հակիրճ սյուժե, հիմնված է իրական դեպքերի վրա եւ հաճախ կատարվում է նվագակցությամբ։ Ի տարբերություն առասպելների, վիպերկերը ներկայացված են իրական պատմական իրադարձությունների վրա կամ փաստերի վրա։ Դրանց հերոսները պատմական կերպարներ են։ Ապրես, նստել։ Հաջորդ հիմա ներկայացնելու ենք վիպերկի հիմնական առանձնահատկությունները։ Սկսելու ենք բովանդակությունից եւ կատարումից։ Ովքեր են, ինչ բովանդակություն ունեն եւ ովքեր են կատարում։ Զարզան։ Նվիրված են սյուտազներին, ասվածների արարքներին, նաեւ կարևոր իրադարձություններին, հաղթերքերին։ Իսկ ովքեր են կատարում։ Հնագույն շրջանում կատարում էին գուսանները Փանդերի նվագակցությամբ։ Ապրես, լավ։ Ինչ տեսակներ գիտենք վիպերկի եւ ինչ օրինակներ։ Տեսնենք ով կարող է ասել։ Ծովինար։ Առասպելական եւ պատմական։ Օրինակ հայ վիպերը, Վահագնի ծնունդը, Էլեոնի երկը։ Ապրես, լավ։ Հիմա մտագրող մեթոդի միջոցով փորձում ենք ներկայացնել մեկական բառով ինչ է վիպերկությունը։ Տեսնենք, ով ինչ բառ է մտաբերում այս ընթացքում։ Ավես, հերոսություն, ապրես, Էլմիրա ինչ էիր ուզում ասել։ Լավ, ապրես։ Նոնա մի բան դու ասա։ Լավ, Հասմիկ պատմություն։ Կարլեն Ժողովուրդ։ Լավ, ուրիշ Անայի կարող է մի բան ավելացնել։ Լավ, ապրեք։ Հիմա սկսում ենք առաջին հերթին ներկայացնել Հովսես Խորենացու մասին ինչ-որ տեղեկություն, փոքրիկ ինֆորմացիա, ով կարող է ներկայացնել։ Տեսնենք, Խաչատրյան Հասմիկ։ Հովսես Խորենացին հայ միջնադարյան մատենագրության մեծագույն դեմքն է։ Պատմիչ, թարգմանիչ, բանաստեղծ, իմաստասեր, աստվածաբան, մեկնիչ։ Ծնվել է մոտ 410 թվականին մեծ հայքի Տուրբերան նահանգի Տարան գավառի Խորնի կամ Խորնի գյուղում։ Ապրես, լավ։ Սովորել է Վաղաշապատի դպրոցում, աշակերտել է Սահակ Պարթևին եւ Մեսրոպ Մաշտոցին։ Էլ ուրիշ, ինչ կարող ենք ասել նրա ստեղծագործություններից։ Խորենացու հայոց պատմությունը բազմից ընդօրինակվել է եւ մինչեւ 19-րդ դարի կեսերը հայկական դպրոցներում եղել հայոց պատմության անփոխարինելի դասագիրքը։ Ապրես, շատ լավ է։ Հիմա փորձենք յուրաքանչյուր մասին են եւ ինչի մասին է։ Առաջին վիպերկը արտահայտված եւ արտահայտված վիպերկ։ Տեսնենք, ում մասին է այս վիպերկը։ Քրիստինա։ Արտահայտված եւ արտաշես վիպերկը արտահայտված առաջին թվականի մասին է։ Ապրես։ Գնացինք հաջորդը։ Արագ գիտեցիք եւ Շամիրան վիպերկի մասին ով կարող է խոսել։ Միլենա։ Հայ ժողովրդական վիպասանք ավանդազորից, որ ձևավորվել է մեր թվակությունից առաջ 2001-ում եւ հիշեցնում է Օզիրիսի եւ Իզիդայի, Ադոնիսի եւ Աֆրոդիտեի առասպելները։ 5-րդ դարում վիպերկը գրի առավ է Հովսես Խորենացու մշակմամբ, հետագայում այն փոխանցվել է սերնդի սերունդ։ Վահագնի ծնունդ վիպերկի գլխավոր հերոսը Վահագնն է, ով կարող է ներկայացնել Վահագն աստծուն։ Կարլեն։
Վահագն ռազմի հաղթանակի և ամպրոպի գերագույն աստվածներին հայկական դիզաբանության մեջ, եղել է ամենասիրելի աստվածը։ Ապրես։ Էլ ինչ վիպերներ կարող են ներկայացնել։ Տեսնեմ։ Ալբերա։ Տիգրան և Արտահակ, որը ևս նաև գրի առել Մոսես Խորենացին երթով։ Լավ, ուրիշ վիպեր։ Հայքնուպելը։ Ահա, հայտնվել է։ Ես աշխարհացուցակում ստեղծել եմ փին, որտեղ համակարգել եմ մուլտֆիլմեր և նկարներ, որոնք վերաբերում են վիպեր թեմային։ Առաջինը կդինենք մուլտֆիլմը Հայք և Բելի մասին։ Անվերջ պայքար հանուն ապրելու։ Դա տեղի ունեցել մեր պետականությունից շատ տարիներ առաջ։ Հենց այդ ժամանակ դրվեց մեր ժողովրդի սկիզբը։ Նրա անունը Հայք էր։ Նա վայելչակազմ էր, թիկնավետ, քեղագանգուր մազերով, արվորուն աչքերով, հաստ բազոկներով։ Նա ռազմիկ էր և առաջնորդ։ Խրախտանալով ընդվզեց Բելի բռնատիրության դեմ, առավ իր որդիներին, դուքստրերին, ընդոցիներին և իրեն հարած եկվորներին, չվեց Հյուսիս, Արարատի երկիր։ Դա դուր չեկավ հսկաբերի, և նա ցանկացավ վերադարձնել Հայքին ու նրա տոհմը։ Նախ նա ուղարկեց իր որդուն Հայքի մոտ, պահանջելով նրա հանազատությունն ու վերադարձը, սակայն երբ մերժում ստացավ, զայրացած Բելը մեծ զորքով ուղղություն վերցրեց դեպի Հյուսիս։ Արմնահեղ էր այդ ճակատամարտը։ Երկու կողմի հսկաները միմյանց հասնելով երկրի վրա ահագին դղրդյուն բարձրացրին գրոհելով և իրար վրա ահ ու սարսափ գցեցին իրենց հարձակումների ձևերով։ Հայկը հասկանում էր, որ իր զորքը երկար չի դիմանա այդպիսի ահռելի բանակի հարվածների դեմ։ Աղեղնավոր ցուցազունը իրեն առաջ է նետում, մոտ է հասնում արքային, մինչև վերջ քաշում է լայնանիչ աղեղը, երեքթևյան նետը դիպցնում է նրա կրծքի տախտակին, և սլաքը շեշտակի անցնելով նրա թիկունքի միջով գետին է խրվում, և գոռոզացած տիտանյանը այս կերպով կործանվում, ընկնում է գետին և շունչը փչում։ Բելը պարտվեց։ Ցուցազնը, որի միայն արտաքին տեսքը ահ ու սարսափ էր տարածում իր բանակում, ընկավ։ Եվ եթե նա, զոր և սարսափելի, Հայքի կողմից պարտություն կրեց, ապա որն է վերջինիս ուժը, մտածեցին տիտանի մարտիկները։ Վախը պարուրեց նրանց, կաթվածահար արեց և նրանք վերածվեցին արձանների, մինչ Բելն այրվում էր հատուցման կրակով, և ջրերը հեղեղեցին այն ձորերը։ Այդ օրվանից սկսվեց մի նոր ժողովրդի, Հայքի ժողովրդի պատմություն։ Հիմա կիրառում ենք խայծ մեթոդը և կուշագրում ենք, թե որ վիպերքի մասին է խոսքը։ Հայք և Բել, ապրեք։ Լավ։ Վահագնի ծնունդ վիպերքից, ապրեք։ Անցանք երկի քարտին։ Սկսում ենք պատասխանել հետևյալ հարցերին։ Ինչ զգացիք վիպերքություն թեման ուսումնասիրվելուց հետո։ Ասում։ Թե ինչպես Հայկը պայքարեց Բելի հետ իր ազգի ազատության համար։ Լավ։ Ինչից զարմացան։ Ինչից զարմացան։ Վահագնի ուժից։ Վահագնի ուժից։ Միլենա, դու ինչից զարմացար։ Թե ինչպես Հայկը փոխանցիկ զորքով հաղթեց Բելի մեծականակ զորքին։ Լավ։ Էլվիրա, Սատանիկի զգացմունքներին թե դուրս տալը։ որտեղ դուրս եկած իր զգացմունքներին, Գրիշա, ինչ-որ բան կարող ես ասել։ Ես զգացի հայրենասեր ոգին։ Հայրենասեր ոգին, լավ։ Իսկ եթե կապ հաստատենք, ում հետ կապ կհաստատենք։ Ում հետ կապ կհաստատենք։ Ալբերա, Հայկի ես կհարցնեի ինչ զգացի այն բանին և սպանեցի Բելին։ լավ, ուրիշ։ Օրինակ խորենացու հետ որևէ մեկը չէր ուզենա կապ հաստատել։ Որ մենք այսօր խորենացու շնորհիվ ունենք հայոց պատմությունով կարող է կապ հաստատել խորենացու հետ և իր շնորհակալությունը հայտնել։ Միլենա, Կասի, որ առանց նրա հայկական պատմությունը չէր մնա ընթացք, և նա դրել է հայկական առասպելական պատմության սկիզբը։ ապրես։ Այսօր մենք ամփոփեցինք Մոսես Խորենացու հայոց պատմություն գիրքը, գրքի վիպերքություն բաժինը։ Շնորհակալություն ակտիվ մասնակցության և հետաքրքիր մտքերի համար։ Շատ հետաքրքիր էր աշխարհացույց հաղթակը և ձեզ տնային աշխատանք, որ
ինքներդ ստեղծեք փին, որտեղ ներկայացնելու եք ձեր մտքերը, թե ինչ սովորեցիք Վիբեր